շուրջ 358,000 դրամ։ Հենց այսքան է կազմել Սյունիքի մարզում միջին անվանական աշխատավարձը 2025-ին, որը 2024-ի համեմատ ավելին է 8,8%-ով, իսկ հանրապետական միջին ցուցանիշից 18%-ով։ Մեր երկրում տարիներ շարունակ բարձր վարձատրվող են ֆինանսական եւ ապահովագրական, տեղեկատվական եւ կապի, հանքարդյունաբերության ոլորտները։ Հանքարդյունաբերության ոլորտը բավականին ներկայացուցչություն ունի մեր մարզի տնտեսությունում։ 3 խոշոր հանքարդյունաբերական արտադրական համալիրներ իրենց գործունեությունն են իրականացնում մեր մարզում եւ արտադրության ծավալում ունեցած իրենց ներդրումն ունեն եւ զբաղվածության մեջ իրենց զգալի ներդրումն ունեն։ Ինչու՞ չէ նաեւ աշխատավարձի ձևավորման վրա զգալի ազդեցություն ունեն, որովհետեւ նաեւ ուղենիշ են հանդիսանում մարզում այլ ոլորտներում միջին աշխատավարձի ձևավորման համար։ Ըստ Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածության բազմապատկիչը 5,3 է։ Հետևաբար այդ բնագավառում յուրաքանչյուր նոր աշխատատեղ մեր մարզում ստեղծում է լրացուցիչ մի քանիսը։ Կարևոր է նաև անդրադառնալ եկամուտների արդարացի բաշխման, հավասարաչափ բաշխման խնդրին եւ այս առումով կիրառվում է ջինի գործակից հասկացությունը, մեծությունը, որն իրենից ներկայացնում է փաստացի բաշխված եկամուտների ծավալի շեղումը հավասարաչափ բաշխվածության գծից եւ որքանով այդ գործակիցը ձգտում է 0-ի, նշանակում է հավասարաչափ բաշխվածություն ունենք, իսկ եթե այդ գործակիցը ձգտում է 1-ի կամ 100%-ի, նշանակում է բաշխվածությունը անհավասարաչափ է։ Մեր սահմանակից երկրների շրջանում ամենացածր գործակիցը Հայաստանի Հանրապետությունում է։ 2023 թվականին արժեքը կազմել է 0,27 կամ 27%։ Անվանական աշխատավարձի մասին խոսելիս կարևոր է նաև անդրադառնալ իրական աշխատավարձի ցուցանիշին, որը եկամուտով ձեռք բերված ապրանքների եւ ստացած ծառայությունների քանակն է։ Եվ երբ համադրենք անվանական աշխատավարձի 5,6%-ով աճը 3,3%-ով գնաճի հետ, ապա կարձանագրենք, մեր բնակչության եկամուտները 2025-ին ավելացել են։ Աղքատության մակարդակը մարզում հանրապետությունում ամենացածրն է, ծայրահեղ աղքատություն Սյունիքի մարզում չկա, որպես անուղղակի գործոն որոշակի վերապահումով կհամաձայնվեմ, որ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարգը աշխատուժի շուկայում որոշակի դեր ունի այդ առումով, բայց պետք է նաև փաստենք, որ լեռնանքային արդյունաբերության ձեռնարկություններում աշխատող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ, իրենց աշխատանքը պայմանավորված չէ բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքով։ Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք միջին մասնագիտական կրթության դերի եւ տեսակարգկշռի մեծացման։ Անկախ բնակչության զբաղվածության բավականին բարձր մակարդակից Սյունիքում տարբեր ոլորտներում շարունակում են մնալ թափուր հաստիքներ։ Ընդհանուր աշխատաշուկայում ենթադրում եմ ցանկացած որակյալ մասնագետ, ցանկացած փորձառու եւ գիտելիքներով օժտված մասնագետ իր տեղը Սյունիքի մարզում աշխատաշուկայում կգտնի։ Համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2025-ին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 303,000 դրամից ավելին էր, որը եւս կայուն աճող ցուցանիշ է։ Անիկ Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։